Այսօր ազգային հանձնաժողովի հերթական նիստն է եւ շատ կարեւորում եմ այս նիստում ընդգրկված հարցերը, քանի որ նախատեսում ենք քննարկել 2016 թվականի միջոցառումների ծրագիրը, պաշտպանություն ունեցող անձանց խնդիրների հետ կապված այն միջոցառումները, որոնք պիտի իրականացվեն 2016 թվականին, եւ երկրորդը, որ նախատեսում ենք հայտարարել 2016 թվականը հավասար հնարավորությունների եւ ընդհանրապես պաշտպանություն ունեցող անձանց հարցերի լուծմանը նվիրված տարի, նախատեսում ենք համապատասխան միջոցառումների ծրագրի հաստատում, հետեւաբար շատ կարեւոր է ազգային հանձնաժողովում այս խնդիրների քննարկումը, առաջարկությունների ամփոփումը եւ կոնկրետ առարկայական միջոցառումների նախատեսումը 2016 թվականի համար։ Իսկապես վերջին տարիներին բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել այս ուղղությամբ եւ շատ կարեւորում եմ, որ անցում ենք կատարել համակարգային խնդիրների լուծմանը, մասնավորապես ներմուծել ենք նոր մոտեցում ունիվերսալ դիզայնի հետ կապված, որ մատչելիությունը, միջավայրի մատչելիությունը ապահովելը, դա պետք է լինի ոչ թե ցանկություն, մոտեցում, այլ դա պիտի լինի պարտադիր պահանջ եւ դա պիտի կիրառելի լինի բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերում, միջոցառումներում, նախագծերում եւ վերջին նիստի ժամանակ նաեւ համապատասխան հանձնարարական եղավ, ազգային հանձնաժողովի նիստը վարչապետի մոտ էր անցկացվում բոլոր պետական կառավարման մարմիններին, թե քաղաքաշինության նախարարությանը, թե մեր նախարարությանը, թե տրանսպորտի կապի նախարարությանը, նաեւ առաջարկությունը տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի բացի այն միջոցառումներից, որոնք իրականացվում են, մեծ տեղ գտնեն մատչելի միջավայրի ձևավորման ուղղված միջոցառումները։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը հասարակություն ինտեգրված լինելն է։ Մենք ոչ թե պիտի իրականացնենք ապահովության, սոցիալական ապահովության միայն ծրագրեր կամ այսպես խղճի վրա հիմնված կամ նմանատիպ, այլ մենք պիտի հասկանանք, որ նրանցից յուրաքանչյուրը մեզանից մեկն են եւ պիտի կարողանանք այնպիսի միջավայր ձևավորել, որ նրանք հնարավորություն ունենան լիարժեք իրացնել իրենց սովորական հաշմանդամություն ունեցող անձանցից ոչ պակաս հնարավորությունները, իրենց ունակությունները եւ այլն, այսինքն պիտի հնարավորություն ընձեռել դրսեւորվելու եւ հավասար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդես գալու հասարակություն։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Հետևաբար մեր այս միջոցառումների ծրագրերը, որոնք նախատեսում ենք քննարկել, հաստատել եւ անցնել դրանց իրականացմանը, միտված են հենց այս խնդիրների լուծմանը։ Այսինքն պիտի ունենանք առարկայական միջոցառումներ, քայլեր եւ շատ կարեւորում եմ, որ վերջին տարիներին հասարակությունում բավականին արմատավորվել է այս երևույթը արդեն, նաեւ ձեր շնորհիվ իհարկե, որ ավելի մեծ տեղ եք հատկացնում այս խնդիրների լուսաբանմանը եւ նաեւ մեր քաղաքացիները ընդունում են որպես սովորական, որ այո, հասարակության լիարժեք անդամ է նաեւ պաշտպանություն ունեցող անձինք, ուղղակի պետք է համապատասխան հնարավորություններ լինի, ինչը բնականաբար մեր առաջնահերթ խնդիրն է։